Շատ լավ, հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստին լսեցինք պաշտպանական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, այնուհետև դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Միջնորդության կապակցությամբ որևէ լրացուցիչ դիրքորոշում ունեն կողմերը։ Ոչ պնդում ենք։ Շատ լավ։ Նման պայմաններում դատանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի, Շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Արա Զորաբյանի, Երեմ Սարգսյանի, Հաղոտ Ակունցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես այլժանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի Ուրիշկովի փողոց թուն 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում անցնելու պայմաններում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանին փաստացի հաշվառան վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում արգելել մեղադրյալին շփում ունենալ բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցությունները օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։ Հարավեշտության դեպքում մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմի, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնող մարմինների հետ կապ հաստատելու դեպքերի վրա, իսկ այդպիսի լինելու դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմիններին։ Տնային կալանք խափան միջոցի կատարում և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հեռուստադիտության նախարարության պրոբացիայի ծառայությունը։ Պարզաբանում եմ նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՎ Ջրավեկ դատարան, այն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում։